մի այնպիսի կառույց, որը կարողացել է իշխանություն կամ կառավարություն ժամանակին չունենալով եւ պետություն չունենալով պահպանի հայ ազգը։ Ես իմ մեթոդներով պայքարելու եմ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր եկեղեցի դեռ երբևէ չեն մտել, այն դեպքում, երբ որ այսօր ասելով, որ իրենք հավատացյալ են, ուղղակի հարվածում են, կրկնում եմ, այդ հարվածը զուտ վեհափարի հանդեպ չէ, զուտ հայ եկեղեցու հանդեպ չէ, դա մինչև անգամ միայն Հայաստանի Հանրապետության դեմ չէ, այս հարվածը համայն հայության դեմ է, սա եւս մեկ անգամ վկայում է, որ 2018 թվականին Հայաստանը զավթվել է ներսից եւ օրվա իշխանություն իրեն համարողը սպասարկում է ամբողջովին թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ի տարբերություն շատերի, որ ասում են իրենք կատարում են այս հրամանը Էրդողանը, Ալիևը, ես պնդում եմ, որ մեծի մասամբ նախաձեռնողը հենց այս թիմն է եւ նա ոչ թե զուտ հրաման կամ փողով է դա անում, նա գրում է իր մեջ այս հակապետական եւ հակահայկական գաղափարախոսությունը։ Բոլորին դիմում եմ հստակեցնելով մի բան, սա ոչ միայն կրկնում եմ վեհափարի դեմ է, դա մեր ամեն մեկիս եւ միասնական մեր ազգի դեմ է։ Ոչ եմ անում բոլորին ամուր մնալ իր հավատքի մեջ, ամուր մնալ իր քաղաքացիական խիզախության մեջ, ամուր մնալ մի հարցում, որտեղ զիջողությունը նույն բանն է, որ դու կանգնած ես դեռ կենթանի, բայց մեռած ես որպես էակ։ Շնորհակալություն, շնորհակալություն։